Շարունակում ենք այո առավոտ լուսոն ուղիղ եթերում եւ այսօր պետք է նշենք փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Եվ այդ առիթով մենք ունենք հյուրեր։ Այո, շատ կարևոր հյուրեր, ես էլ շտապ եմ ներկայացնել, որպեսզի արդեն զրույցին անցնենք։ Լիլիթ Սարգսյանը մեր տաղավարում Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի բժշկական ծառայության գծով փոխտնօրեն, Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Բարի լույս։ Եվ Էստեր Դեմիրճյան, City of Smile հիմնադրամի գործադիր տնօրեն։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Առաջարկում եմ Լիլիթ, եթե դեմ չեք ձեր հենց զրույցը սկսենք, առհասարակ այս հիվանդությունը ինչքանով է տարածված մեր Հայաստանի Հանրապետությունում։ Նախ բարի լույս, շնորհակալ եմ կրկին անգամ ձեր տաղավարում հյուրընկալվելու համար եւ հնարավորության համար նորից հասարակության ուշադրությունը սևեռել այս խնդրի վրա, որովհետեւ չնայած որ վերջին տասնամյակներին շատ զարգանում է այս ոլորտը, մասնավորապես մանկական ուռուցքաբանությունը, այդուհանդերձ մանկական քաղցկեղը աշխարհի համար մնում է ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Եվ մենք տարեկան Հայաստանում արձանագրում ենք, սովորաբար մենք հնչեցնում ենք 80-ից 100 առաջնակի քաղցկեղի դեպք Հայաստանում, 0-ից 18 տարեկան երեխաների շրջանում, սակայն այս տարի գրանցել ենք մի փոքր աճ եւ այդ թիվը հասել է մոտ 130-ի։ Ինչով է դա պայմանավորված, նրանով, որ ավելացել է մեծ դիմելիությունը եւ այլևս երեխաները չեն մեկնում արտերկրներ բուժվելու համար, քանի որ ամբողջ ծավալով մենք կարողանում ենք Հայաստանում հետազոտել եւ կազմակերպել լիարժեք բուժում։ Այսինքն դիագնոստիկայից մինչև իմունոթերապիա եւ ոսկրածի աուտո եւ ալոգեն փոխպատվաստումը այլևս իրականանում է Հայաստանում։ Ստացվում է, որ Սա մեծ արդեն ձեռքբերում է մեզ համար։ Կարծում եմ Այո։ Այստեղ ավելի ձեռքբերումներից բացի հավելյալ ինչ-որ հոգսեր, ծախսեր, արտերկիր գնալ լեզու, փոխհարաբերություններ ընկալում, միանգամից ոնց որ կարելի ասել տանն ենք ու մերոնց ապահով ձեռքերում ենք ու այստեղ էլ ստանում ենք մեր բուժումը։ Իսկ ինչ բուժման process են անցնում։ Բուժումը շատ երկար է եւ ինչպես բազմիցս սրա մասին խոսել եմ, շատ հյուծող, երկարատև հոգեպես, ֆինանսապես, ֆիզիկապես երեխայի եւ իր ամբողջ ընտանիքի համար եւ բարեբախտաբար պետության եւ City of Smile բարեգործական հիմնադրամի հոգացությունը թույլ տվեց, որ մեր ընտանիքները, մեր երեխաները ավելի հեշտ հաղթահարեն այս ճանապարհը, չէ որ նրանք գտնվում են իրենց կյանքի ամենաբարդ փուլում։ Եվ մենք բոլորս հնարավորինս բժիշկները, հիմնադրամը, պետությունը բոլորս աշխատում ենք, որ ընտանիքին չթողնենք միայնակ, որպեսզի այս դժվարին ճանապարհը հնարավորինս հեշտ հաղթահարվի։ Ոսկրածուծի փոխպատվաստման մասին նաև խոսենք, արդեն երկար տարիներ այն իրագործվում է, ինչ նորամուծություններ են եղել։ Ես երևի խոսեմ ոսկրածուծի փոխպատվաստումից, վերջին 2-3 տարիների ընթացքում մենք սկսեցինք անել առաջին փոխպատվաստումները, սկսեցինք աուտո փոխպատվաստումներից սոլիդ ուռուցքների շրջաններում, ուռուցքներից հետո դա համարվում է շատ ժամանակակից բուժական եղանակ, որը բարձրացնում է բուժման էֆեկտիվությունը։ Եվ հետո նաև սկսեցինք անել ալոգեն փոխպատվաստում, դա նշանակում է, որ մեկ այլ դոնորից է վերցվում ոսկրածուծը եւ փոխպատվաստվում է հիվանդ երեխային։ Եվ արդեն ունենք բավականին շատ հաջող կատարած ոսկրածուծի փոխպատվաստման դեպքեր եւ սա եւս մեզ հպարտության առիթ է տալիս, որ մենք կարողանում ենք այս փոքրիկ երկրում, որը իդեպ համարվում է զարգացող, առաջարկել այն բուժումը, որը երեխաները կստանային, եթե մեկնեին զարգացած երկրներ։ Եվ այդ երկրներում այս բուժումը կարժենար շատ ավելի թանկ։ Շատ ավելի թանկ մեզ մոտ այս ամենը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եւ այն ինչ որ դուրս է մնում պետության հոգացությունից շատ թանկարժեք լինելու պատճառով օգնում է հիմնադրամը։ City of Smile հիմնադրամը, որը 2014 թվականից գործում է։ Ինչպես եք կարողանում գտնել այդ գումարները եւ օգնել երեխաներին։ Իրականում աշխատանք եք իրականացնում։ Իսկապես բավականին բարդ է, ֆոնդայթայթումը ընդհանրապես բարդ է, բայց այնուամենայնիվ շատ ուրախությամբ ուզում եմ նշեմ, որ տարիների ընթացքում մենք բավականին զարգացում ենք տեսնում այս ոլորտում։ անհատների կողմից, ընկերությունների կողմից ավելի շատ կա պատրաստակամություն,
վերադարձնել ինչ որ գումարներ հանրությանը, դա եթե խոսում ենք ընկերությունների մասին։ Իսկ ինչ վերաբերում է անհատների մասին, կարծում եմ տարիների ընթացքում թե վստահությունը, թե ցանկությունը իսկապես լինել շատ մեծ գործի մի մաս, մենք տեսնում ենք այդ աճը ակնհայտորեն, թե մեր նվիրատուների շարքում, թե մարդկանց արձագանքի առումով, բայց ինչ խոսք, դա իսկապես շատ բարդ եւ երկար աշխատանք է, բայց մյուս կողմից, երբ որ դու գիտակցում ես աշխատանքիդ նպատակը ինչ է, կարծում եմ այդ պահին ինչքան ուժ ու եռանդ կա, կարողանում ես հավաքել, որպեսզի ունենաս այն արդյունքը, որ կա, որովհետև իսկապես, ինչպես նաև Լիլիթ Ռադիկովնան նշեց, քաղցկեղը մանկական մահացության առաջին տեղն է գրավում ամբողջ աշխարհում։ Եվ դրա հիմնական պատճառը դա բուժման անհասանելիությունն է։ Այսինքն մեծ մասամբ երկրներում, զարգացող երկրներում բուժումը անհասանելի է ֆինանսապես կամ այլ ինչ պատճառներով եւ մեր նպատակն է որ մեր երեխաները չլինեն այդ ստատիստիկայի մեջ, այլ լինեն մյուս ստատիստիկայի մեջ, որտեղ բուժումը հասանելի է եւ արդեն մնացածը, ինչպես ասում են, բնության ձեռքում է, այսինքն մենք բժիշկների հետ միասին կարողանանք ապահովել այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է բուժումը ստանալու համար։ Իսկ արդեն թե երեխայի օրգանիզմը եւ մնացած այլ գործոնները ինչպես կազդեն, դա իհարկե մեր ձեռքերում չի, բայց այնուամենայնիվ մեր եւ դա էլ մեր ոնց որ ասում եմ հպարտության եւս մեկ պատճառներից մեկն է, որ այսօր իսկապես որևէ երեխա չի մնում առանց բուժման։ Բոլոր երեխաները ունեն Հայաստանում հասանելի լավագույն բուժման հնարավորությունը անկախ ծնողների ֆինանսական կարողությունների։ Եվ իսկապես կարծում եմ դա շատ կարևոր է, որ երեխաների պարագայում հատկապես երեխայի բուժման հնարավորությունը կախված չլինի ոչ ծնողից, ոչ երկրի ֆինանսական կարողությունից, կոպիտ ասած ոչ այն բախտից, թե որտեղ է նա ծնվել։ Բայց այս տարիների ընթացքում ես ուզում եմ արդյոք շնորհակալություն հայտնել ձեր հիմնադրամին, որ 9 օրից ավել երեխաներ են բուժվում, բուժվել, նույնիսկ նրանցից մի քանիսը բարեբախտաբար 500, շուրջ 500-ը ավարտել են իրենց բուժումը արդեն։ Ինչը հրաշք է ուղղակի, շնորհակալություն թե ձեզ, թե մասնագետներին, բայց միևնույն է, ինչքան էլ որ աճ է գրանցվում, ամեն դեպքում միևնույն է հանգանակության կարիք միշտ կա ու սա ցավոք սրտի, սա կարծես թե մի չարիք է, որ միշտ մեզ հետ կա ու դրան պետք է մենք միշտ ուշադրություն դարձնենք։ Անկախ ամեն ինչից ես ոնց հասկացում ենք նաև հպարտությամբ կարող ենք ասել մասնագետների խնդիր չունենք։ Այստեղ բացի դեղորայք այլ ինչ որ մի պարագաներ, որոնք որ պետք են դա տեխնիկական կլինեն թե դեղորայքի միջոցներով կամ ճանապարհներով, կարևորը բայց մարդու գործոնն է եւ մասնագետների առումով մենք խնդիր չունենք։ Ինչն է խնդիրը։ Մենք գնում ենք վերապատրաստվում ենք, հետ ենք գալիս, թե արդեն մենք էլ կարող ենք վաղը մոտ օրերս աշխարհին թելադրենք մեր մոտեցումներն ու մեր նոր հայտնաբերված արդեն մեր կողմից։ Դուք շատ ճիշտ եք, ես ուզում եի դրա մասին խոսել, որ մենք շատ լավ տանդեմ ենք ստեղծել լավ մասնագետների եւ բուժման հնարավորությունների առումով, որովհետև եթե լինեն լավ դեղեր, բայց չլինեն լավ մասնագետներ կամ լինեն լավ մասնագետներ եւ չլինի հասանելի դեղորայք, բուժումը միևնույնն է չի ստացվելու։ Այսինքն այս երկուսը շատ կարևոր բաղկացուցիչներ են արդյունավետ աշխատանքի համար։ Եվ 2019 թվականին մենք լուծեցինք այդ կադրային խնդիրը, բացելով Երևանի պետական բժշկական համալսարանում հետբուհական ամբիոն, որտեղ կրթվեցին շատ լավ երիտասարդ մասնագետներ։ Եվ այս մասնագետները եղան աշխարհի լավագույն կլինիկաներում եւ վերցրեցին այդ փորձը։ Բացի դրանից մենք դարձանք St. Jude Global Alliance-ի առաջին անդամը։ St. Jude-ը աշխարհի ամենամեծ մանկական հետազոտական կենտրոնն է, որը գտնվում է Մեմֆիս քաղաքում եւ ամենամեծ հետազոտությունները քաղցկեղի հետ կապված կատարվում են, իրականանում են այս կենտրոնում։ Մենք այդ կենտրոնի անդամներից մեկն ենք եւ շատ լայն են մեր համագործակցության շրջանակները այս կենտրոնի հետ։ Եվ հիմա մենք ծրագրեր ունենք, որ մեզ մոտ պետք է վերապատրաստվեն տարբեր զարգացող երկրներից բժիշկներ եւ արդեն ունենք նման դեպքեր, Ուզբեկիստանից են եկել, շուտով այլ երկրներից նույնպես կգան։ Եվ նաև այդ պատճառով մենք հիմա ունենում ենք տարբեր երեխաներ, որոնք դիմում են մեզ զարգացող երկրներից, հետխորհրդային երկրներից շատ ենք ունենում պացիենտներ եւ սա մեզ շատ ոգևորում է իհարկե, որովհետեւ
ընտրել ենք ամենածանր մասնագիտությունը եւ այս երեխաները, բուժվող երեխաները մեր ամենամեծ շարժիչ ուժն են, որոնք մեզ ուժ են տալիս ամեն օր գնալ աշխատանքի։ Եվ իրենց թիվը շատ է արդեն, շատ սխալ արտահայտվեցի, իհարկե պետք է որ ավելի շատանան, բայց բոլոր հիվանդացած երեխաների 75%-ը լիարժեք առողջանում են։ Սա շատ լուրջ ցուցանիշ է, ես դրա մասին չեմ հոգնում ամենուրեք խոսել, որովհետև սա մեծ ձեռքբերում եմ համարում եւ մենք պիտի ոչ մի ջանք ու եռանդ չխնայենք, որ այս 75%-ը դառնա 80, հետո 85։ Իդեպ, եթե համեմատենք մեր երկիրը զարգացող այլ երկրների հետ, այնտեղ առողջացման ցուցանիշը տատանվում է 0-ից մինչև 30։ 80-85% է զարգացած երկրներում, այսինքն մենք բավականին լավ դիրքերում ենք գտնվում այս առումով նույնպես։ Ես վստահ եմ, որ մոտավորապես 95-ել կհասնենք։ Քանի որ խոսեցիք ծրագրերից, մենք 2025-ին, դե չեմ սխալվում, հետաքրքիր ծրագրեր սպասվում են ամեն դեպքում։ Ծրագրեր հիմնադրամի Հիմնադրամը, իհարկե հիմնադրամը անվերջ անում է տարատեսակ ծրագրեր հենց նույն ֆոնդ հայթայթման նպատակով, որովհետև հասկանում ենք, որ մենք պիտի ամեն կերպ լինենք հասանելի են մարդկանց համար, որոնք ինչ որ մի պահի ցանկություն ունեն նվիրատվություններ անել եւ օգնել քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին եւ բնականաբար ունենք թե մշակութային ծրագրերի նախագծեր, այսինքն համերգների նախագծեր համատեղ եւ ինտելեկտուալ խաղ մոտ ժամանակներս իհարկե կկազմակերպենք, արդեն ամենամյա է դարձել դա բնականաբար մեր կանանց ընթրիքը եւ վերջում իհարկե մեր գալա ընթրիքը, դա արդեն այն ստանդարտ ծրագիրն է, որին հույսով եմ որոշ մարդիկ արդեն սպասում են, որովհետեւ գիտեն, որ ամեն տարի մենք այդ նույն ժամանակաշրջանում ունենք նման ինչ-որ մի բան, բայց ինչ խոսում ենք միշտ բացենք նաեւ նոր ինչ-որ ծրագրերի, նախաձեռնությունների, որովհետեւ որքան շատ ավելանա մարդկանց քանակը, որոնք հիմնադրամի կողքին են, այդքան ավելի շուտ կհասնենք 95%։ Այո, շատ ճիշտ։ Բուժումը հասանելի է, հիանալի մասնագետներ ունենք, բայց ամեն դեպքում լինում են դեպքեր, որ դիմում ենք միջազգային այսպես կազմակերպությունների եւ բժիշկների, որ դեպքերն են լինում դրանք։ Միայն մենք չենք դիմում, քանի որ մանկական քաղցկեղը բարեբախտաբար հազվադեպ հիվանդություն է, աշխարհի բոլոր մանկական քաղցկեղի մասնագետները միավորված են տարբեր on-line հարթակներում եւ տարբեր շատ կարեւոր միջոցառումներ են արվում, դրվում են դեպքերը էքսպերտիզայի։ Յուրաքանչյուր դեպք ամեն շաբաթ դրվում է քննարկման, եթե դա բարդ դեպք է, եթե դա ստանդարտից դուրս ինչ-որ իրավիճակ է։ Եվ այդ կազմակերպություններում մեր երիտասարդ մասնագետները նույնպես ունեն շատ առաջատար դիրքեր եւ իրենք էլ են անում այդ էքսպերտիզան։ Սա եւս շատ ուրախալի փաստ է մեզ համար։ Եվ այդ հարթակներում բոլոր երեխաները քննարկվում են եւ եթե լինում է այնպիսի իրավիճակ, որ իսկապես հասանելի չէ այդ ինչ-որ մի վիրահատությունը կամ ինչ-որ մի ճառագայթային եղանակը Հայաստանում, մենք օգնում ենք, որ այդ երեխաները անխոչնդոտ հայտնվեն այն կլինիկայում, որտեղ դա իրականացվելու է։ Եվ ունեցանք նման մի դեպք, անցյալ տարի մեր երեխաներից մեկը վիրահատվեց Սենջուդ կլինիկայում, բացարձական վճար, վիրահատվեց, ճառագայթվեց եւ վերադարձավ Հայաստան։ Իհարկե պետք է նշել, որ նման դեպքերը հազվադեպ են, այսինքն եթե մենք խոսում, այո, 100 քանի երեխայից միգուցե մեկի կամ երկուսի պարագայում կարիքը լինի իսկապես դուրս գնալու։ Եվ եթե խոսենք օրինակ նեյրոբլաստոմայի մասին, որը ամբողջ աշխարհում համարվում է շատ վատ բուժվող հիվանդություն, հիմա մենք անցյալ տարվանից սկսեցինք իրականացնել նաև իմունոթերապիան, որը շատ թանկարժեք է։ Մեկ երեխայի բուժումը արժենում է մոտ, եթե չեմ սխալվում, $100,000 համարժեք դրամ, եւ այս հարցում մեզ նորից աջակցեց City of Smile-ը, որովհետեւ դու ինքներդ եք հասկանում, թե սա ինչ բարդ իրավիճակ է ընտանիքի համար։ Ընտանիքի մասին, քանի որ խոսեցիք, կուզենայի ընդգծեինք նաև ընտանիքի պատրաստված լինելուն, որովհետև կարծում մասնագետները, հատկապես բժիշկների առումով խոսքը գնում, ինչքան կարող է հոգեպես նաև ընտանիքին պատրաստելը։ Այդ ճանապարհը միայն երեխան չէ, որ պետք է անցնի,
բժիշկների կամ դեղորայքի դեղամիջոցների շնորհիվ, այլ նաև պետք է մի ամբողջ թիմով անցնեն ու հաղթահարեն։ Վստահ եմ, որ այս ուղղությամբ նույնպես ինչ որ հստակ գործողություններ են գնում, շփվում եք արդյոք թե ոչ։ Աշխատում են Կան հոգեբաններ, կա հոգեբանների սոցիալական թիմ, թիմ։ այո, որը եւ երեխաների հետ է աշխատում, եւ ծնողների հետ, եւ քույր եղբայրների, այսինքն ընտանիքի հետ, ընդ որում շատ հատկանշական է որ նշել, որ այդ թիմը աշխատում է առաջի օրվանից մինչև ավարտելը բուժումը եւ նույնիսկ բուժումը ավարտելուց հետո նույնիսկ, այո, որովհետեւ շատ հաճախ երեխաները ունենում են խնդիրներ հետ վերադառնալ սոցիում, հատկապես դեռահասների մասին է խոսքը, այսինքն երբ որ ինչ-որ ֆիզիկական փոփոխություններ են ունենում կամ երկար ժամանակ կարծես իրենց ընկերների հետ չեն շփվել, հետո պիտի վերադառնան դպրոց եւ այլն եւ ահագին փոփոխություն կա եւ հաճախ երեխաները այդ տարիքում նաեւ ամաչում են խոսել դրա մասին, որովհետեւ կարծում են թե դա ինչ-որ ամոթ բան կա, այսինքն այդ ընթացքում նույնպես մեր սոցիալօգեբանական թիմը շատ ակտիվ աշխատում է այդ երեխաների հետ, որպեսզի փորձենք հնարավորինս հարթ վերադառնան իրենց բնականոն կյանքը։ Քաղցկեղ ախտորոշումը յուրաքանչյուր ընտանիքի համար, յուրաքանչյուր մարդու համար սա շոկ է։ Ոչ մի ընտանիք դրան պատրաստ չի։ Եվ բավականին մեծ աշխատանք է տարվում այդ առաջին օրերին, շաբաթներին, մինչև ընտանիքը ընդունում է այդ փաստը, որովհետև մինչև չընդունի, մինչև չընկալի այդ խնդիրը չի կարող որևէ մեկը հաղթահարի։ Եվ հոգեսոցիալական ծրագիրը շատ աջակցում է մեզ եւ բժիշկներին նույնպես, երբեմն դրա կարիքը լինում է։ Հաստատ։ Ճիշտ է։ Շատ շնորհակալություն ձեզ Մեզ ձեր մնում է աշխատանքի ասել, այո, համար։ շատ շնորհակալություն համար։ ահռելի մեծ եւ հրաշալի աշխատանքի համար եւ հուսանք, որ թիվը կբարձրանա այն առումով, որ բուժված երեխաները շատ ավելի շատ կլինեն։ Մեր ակտիվությունը այստեղ նույնպես շատ կարևոր է, որպեսզի մենք էլ անպայման մասնակից լինենք այն բոլոր ծրագրերին, որը քիչ առաջ հայաստանի կողմից հնչեց City of Smile հիմնադրամի մասնակ խոսքը գնում։ Մեր փոքրիկ թեկուզ ներդրումը շատ կարևոր է այս դեպքում, չէ՞ որ մենք օգնում ենք մեր մանուկների, մեր երեխաներին։ Դժվար ժամանակներում, այո, շատ շնորհակալություն ձեզ ձեր մեծ թիմին, թե մասնագիտական, թե հիմնադրամի բոլոր մասնակիցներին կարճացած։ Ձեզ լավ օր ենք մաղթում, հաջող օր, առողջ օր։ Իսկ մենք շարժվենք առաջ։